Ես զարմանում եմ, ինչ եք տենց հեգնանքով վերաբերվում Վահագն Ալեքսանյանի մի ողջ գիշերվա աշխատանքին։ Մարդը մի գիշեր նստել, այդ ապուշությունները գրել է, հետո տպել է, հետո սկան արել, դրել է իր CVK-ում, ինչ եք գնահատում այդ աշխատանքը։ Իրենք ասում են ընդդիմության ներսից են իրենց այդ թուղթը։ Իրենք նաև ասում են, որ Արցախը չեն հանձնել հետո, բայց հանձնել են, չէ՞։ Սիրելիներս, այսինքն չէ, իհարկե, ինքը ընդհանրապես իրականացնողն է, մենք տեսնում ենք այնինչ բնորոշ է բոլոր ավտորիտար երկրներին, ես ներողություն եմ խնդրում, բայց Գալստյան Դավիթը նույնպես ԱԱԾ է կանչվել։ Այո, Արցախի։ Գալստյան Դավիթը Արցախի պատգամավոր։ Այս պայդրությամբ հայտնի է հետևյալը, որ այստեղ իրականացվում է քննչական գործողություն, ներգրավված է նաև ԱԱԾ-ն։ Իմ ունեցած տեղեկություններով ամենայն հավանականությամբ չեմ ուզում վատ նորություն առաջինը հայտնողը լինեմ, բայց ամեն ինչ տանում է նրան, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ կալանք կկիրառվի եւ կարծում եմ մնացած մեր պայքարի ընկերների նկատմամբ նույնպես եւ տոտալ Արտուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, ես խոսում եմ ազգային ժողովի պատգամավոր Արտուր Սարգսյանի եւ Դաշնակցության գործադիր Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի եւ Լիդիայի Մանթաշյան մի շարք մեր այլ պայքարի ընկերների տներում իրականացվում են խուզարկություններ կամ արդեն իրենց տանում են ԱԱԾ-ը։